Բարև Օլիմպոս, սիրով ողջունում ենք ձեզ մեր YouTube-յան ալիքում և առաջարկում առաջիկա րոպեները չհեռանալ էկրաններից։ Գարնանը տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունները բավական հաջող են մեր մարզիկների համար և նրանք հայրենիք են վերադարձել բազմաթիվ մեդալներով։ Այդ մեդալակիրներից երկուսը արդեն մեր տաղավարում են, նրանք այն երիտասարդներն էին, ովքեր հունահռոմեական ոճի հավաքականից առաջի անգամ մասնակցեցին միջազգային կարևոր մրցաշարի և վերադարձան մեդալով, նրանք Եվրոպայի փոխչեմպիոն Սուրեն Աղաջանյանը և բրոնզե մեդալակիր Գասպար Տերտերյանն են, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք, որ ձեր նորամուտը Եվրոպայի մեծահասակների առաջնությունում շատ հաջող ստացվեց, արդեն բավական ժամանակ է անցել և կուզենք լսել ձեր կարծիքը և գնահատականը ձեր ելույթների մասին։ Ճիշտ ասած, լավ ենք պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, բոլոր տղաներն պատրաստ էին, մեր թիմը բոլորն էլ պատրաստ էր այն ամենաբարձր մեդալը նվաճելու, բայց մրցումների ժամանակ չես կարող ասել ինչ կարա լինի, քանի որ լիքը սայթակումներ են լինում մրցման ժամանակ, դրա համար ինձ օրինակ, որ ասում են ոնց կլինի, ինչ կլինի, ես երբեք խոսք չեմ տալի ինչ-որ մի բան, ճիշտ է իմ ուժերի վրա վստահ եմ, որ պետք է գնամ անպայման հաղթելու, բայց այդ ամեն ինչը արդեն մրցման ժամանակ։ Լավ էի պատրաստվել այս Եվրոպայի առաջնությանը, ճիշտ ասած մրցումները շատ ուժեղ մրցումներ էր այս Եվրոպայի առաջնությունը, իմ համար երիտասարդները մի այլ ուրիշ ձևի մրցումներ էր, իսկ այս մեծահասակների մրցաշարը вообще ուրիշ ձև էր, ավելի շատ փորձի պակասներ, ինձ թվում է երիտասարդներից հետո, որ զիջեցի ֆրանսիացի Բիշին, գործող Եվրոպայի աշխարհի չեմպիոններ եւ ինձ թվում է պետք է ավելացնենք, ավելի շատ այս մրցումները շատ բան տվեց ինձ, հետագա մրցաշարերին ավելի լավ հանդես գալու համար։ Եվ այս մրցաշարից ավելի շատ փորձ ձեռք բերեցի, որպեսզի հետագա մրցումները ավելի լավ հանդես գամ։ Ինչպես Գասպարը նշեց, շատ լավ մարզավիճակում էինք, կոնկրետ ես շատ լավ էի զգում։ Ճիշտ է, մեկ ամսվա մեջ երկրորդ Եվրոպայի առաջնություններ ինձ համար, բայց ավելի լավ էի զգում, քան նախորդը։ Գոտեմարտերս, որը որ հաղթեցի, ժամանակից շուտ ավարտեցի, ինչը ես ինքս չէի նախատեսել, թվում էր, թե եզրափակչում էր պետք է նույն պատկերը լինի, բայց այնտեղ նույնպես փորձի պակասը զգացնել տվեց և եզրափակչում սերբ մարզիկին հավասար հաշվով զիջեցի, ինչի պատճառները մենք արդեն հասկացել ենք և արդեն իսկ աշխատում ենք, ավելի շատ ուժերի սխալ վերաբաշխումն էր, որ մինչև այդ ոնց գոտեմարտել էի, փորձում էի եզրափակչում էլ նույն ձև գոտեմարտել, ինչը չստացվեց և արդյունքում ես հոգնեցի և մեկ հատ գորգից դուրս եկա, ինչը որ եզրափակչում ճակատագրական եղավ ինձ համար։ Այսուհետ կաշխատենք, որպեսզի ուժերս ավելի ճիշտ վերաբաշխեմ, որպեսզի նման պատկեր չլինի, քանի որ ճիշտ է առաջի փորձն էր, բայց լիովին պատրաստ է, որպեսզի առաջին իսկ փորձից կարողանայի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել։ Ինչ տեղի ունեցավ եզրափակչում, նշեցիր սխալի մասին, բայց դիբիլով ամեն դեպքում փորձառու ըմբիշ է, կար մտավախություն գորգ մտնելուց առաջ, որ նա իր փորձի հաշվին քեզ կարող է գերազանցել։ Դե մտավախություն պարտվելու ինձ մոտ կարելի ասել ընդհանրապես չի լինում, միշտ վստահ եմ գորգ դուրս գալիս։ Դե լարվածություն իհարկե լինում է, բայց պարտվելու մտավախություն ինձ մոտ չի լինում, փորձում եմ հնարավորինս հանգիստ կենտրոնանալ, մարտական տրամադրվել գորգ դուրս գալուց առաջ։ Դե մինչև այսօր այդպես եմ արել և լավ է ստացվել։ Եվ Գասպար, կիսաեզրափակչում պարտվելուց հետո ինչպես տրամադրվեցիր, ինչ արեցիր, որ կարողանաս հաջող մասնակցել երրորդ տեղի համար պայքարին և հաղթել։ Ճիշտ ասած, կիսաեզրափակչում պարտությունից հետո մի տեսակ շատ հուզված էի, որովհետև գնացել էի չեմպիոն դառնալու նպատակով, այդ ամեն հնարավորություն ունեի էլի ես չեմպիոն դառնալու համար, մարզիչներն էլ էին իմ վրա վստահ, ուղղակի եղավ այն ինչ եղավ, շատ միավորներ բաց թողեցի, պրիմիտիվ միավորներ, որ ես հիմնականում կանգնած դրությունից շատ քիչ եմ միավոր զիջում,
հիմնական որ պարտվում եմ վերջի մրցաշարերում ինչքան որ պարտվել եմ, զիջել եմ հավասար հաշվի մեջ իմ սխալի պատճառով կամ ինչ որ հնարք բաց եմ թողել։ Այս անգամ Ֆրանսիացու հետ շատ երևի ընկճվեցի ամենասկզբից, շատ միավորներ բաց թողեցի, օրինակ 4 հեկտար դրությունում, որ լավ եմ պաշտպանվում, գլորում հնարք բաց թողեցի եւ դրանից հետո էլ վերևից 2 միավոր զիջեցի եւ արդեն երկրորդ մրցափուլում 3 րոպեում արդեն հնարավորումներ կանգնեց դրությունից միավոր, այլ պարտեր չիջեցրեցին նրան եւ այդպես հաշիվը 6-1 վերջացավ օգուտ ֆրանսիացու եւ գորգից դուրս գալուց իմ մեջ անընդհատ նեղված էի, բայց ասում էի, որ առաջի մեծահասակների Եվրոպայի առաջնությունն է եւ ես եկել եմ այստեղ ճիշտ է գնացել եմ չեմպիոն լինելու համար, բայց մեդալը պարտադիր է, պետք է անպայման մեդալ նվաճեմ ու դատարկ ձեռքով տուն չգնամ, որ այսքան իմ չարչարանքն էլ ջուրը չգնա եւ այդպես ինձ կարողացա տրամադրել, հավաքվել, մտքերս հավաքել, կենտրոնանալ եւ տրամադրվել Բելարուս ըմբիշի դեմ եւ հաջորդ օրը մարտական կարողացա գնալ եւ ճիշտ գրագետ գոտեմարտ անցկացնելու ճիշտ տակտիկ ընտրելով կարողացա հասնել հաղթանակի։ Ինչպես է հաջողվում, որ երիտասարդ մարզիկները միանգամից երկուսդ էլ դա նշում եք, որ մենք գնացել էինք մեդալ նվաճելու հետևից։ Որտեղից էր գալիս ձեզ այդ վստահությունը երիտասարդական առաջնություններում մենք գիտենք բազմաթիվ մեդալներ եք նվաճել, դրանից էր գալիս թե մարզիչներն էին ձեզ տրամադրել, թե դուք զգում եք, որ լավ մարզավիճակում եք գտնվում։ Ճիշտն ասած իմ պահով անցած տարի որ դարձա երիտասարդների Եվրոպայի մարզաթե մեդալակիր եւ դարձա դրանից հետո մեկ ամիս հետո աշխարհի չեմպիոն երիտասարդների մեջ որ ես տեսա կարողանում եմ լավ հանդես գալ եւ դրանից հետո մասնակցեցի Հայաստանում մինչեւ 23 տարեկանների առաջնության մրցաշարին, որը որ որոշում էր թե ով է գնալու 23 տարեկանների աշխարհ, ես կարողացա այնտեղ էլ չեմպիոն դառնալ եւ մասնակցեցի 23 տարեկանների աշխարհի առաջնությանը, այնտեղ էլ բոլորը փորձառու տղաներ են, մեծահասակներում որ մասնակցել են, այդ մեծահասակների աշխարհի առաջնության մասնակցած տղաներից էլ մասնակցում են 23 տարեկանների աշխարհի առաջնությանը եւ այդ տարիքի տղաները երևում էր որ ավելի լավ են մասնակցում, չեն զիջում, օրինակ 23 տարեկան տղաները արդեն մեծահասակ տղաներ են, որ ես կարողացա այնտեղ լավ հանդես գալ, ճիշտ է էլի գնացել էի հաղթելու, բայց չստացվեց, 1-1 հաշվով պարտվեց իրանցի ըմբիշին, երրորդ տեղի գոտեմարտն էլ ձեռքիցս բաց թողեցի ադրբեջանցի ըմբիշի հետ, 3-1 հաշվով պարտվեցի, ճիշտ ասած բոլորի հետ հավասար գոտեմարտեր անցկացրեցի եւ այդ ամեն ինչը ցույց տվեց, որ ես կարող եմ մեծահասակներում էլ պատրաստ եմ, որ մեծահասակներում էլ հանդես գամ եւ դրանից հետո արդեն հաղթեցի մեր Հայաստանի առաջնությունը մեծահասակների, մասնակցեցինք Էստոնիայում կայանալիք մրցաշարին մեծահասակների, այնտեղ էլ կարողացա չեմպիոն դառնալ եւ այդ ամեն ինչը փուլերը ցույց տվեց, որ կարող ենք պատրաստ ենք մասնակցել մեծահասակներում եւ մեդալ նվաճել, չեմպիոն դառնալ, բայց հաջորդ անգամ վստահ ենք, որ պետք է սխալների վրա աշխատենք եւ ավելի ճիշտ գոտեմարտեր անցկացնելով դառնանք հաղթող։ Քո պարագայում Սուրեն նշեցիր, որ 23 մի ամիս առաջ էր 23-ներում մեդալ բերել ոսկե։ Մինչև 20 տարեկաններից է իմ այդ հիմնական պրոֆեսիոնալ ճանապարհը սկսել, որ հենց առաջի փորձից Եվրոպայի չեմպիոն դարձա։ Նույն տարում աշխարհը երկրորդ տեղ ընկա, բայց հաջորդ տարում հակառակ պատկեր ստացվեց վնասվածքի պատճառով, Եվրոպայում երկրորդը դարձա, աշխարհում չեմպիոն դարձա եւ երիտասարդների մեջ հիմնականում բոլոր գոտեմարտերը ժամանակից շուտ էի ավարտում, անգամ աշխարհի առաջնության ժամանակ բոլոր գոտեմարտերը ժամանակից շուտ ավարտեցի, մինչեւ եզրափակիչ միավորել չտվեցի անգամ, որից հետո ինչ որ շրջան չէր ստացվում էլի, բայց 24 թվականին բանակայինների աշխարհի առաջնության ժամանակ իմ քաշային կարգը բավականին դժվար քաշային կարգ էր, այնտեղ կարողացա հաղթել
կիսաեզրափակչում Ղազա խմբիշին, որը այս պահին գործող աշխարհի չեմպիոնն է մեծ ասակների։ Եզրափակչում էլ Փարիզ 2024-ի բրոնզե մեդալակիր հյուսիսային կորեացուն հավասար պայքարում կարողացա հաղթել։ Եվ այս ժամանակվանից արդեն ինքս իմ մեջ էլ վստահություն մտավ, որ արդեն պատրաստ եմ մեծ ասակների մեջ էլ մեդալներ նվաճելուն։ Ուղղակի դրանից հետո էլի վնասված ստացա եւ ինչ որ շրջան էլի բաց թողեցի եւ 25 թվականին աշխարհի առաջնությանը միջև 23 տարեկանների կարողացա բրոնզ նվաճել եւ նորից այդ ժամանակվանից կարելի ասել ճանապարհս բացվեց եւ միջև այս Եվրոպայի առաջնությունը դեռ պարտություն չունեի։ Հայաստանի առաջնություն, որից հետո միջազգային առաջնություն, դրանից հետո 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ էլի բոլոր հակառակորդների ժամանակի շուտ կարողացա հաղթել եւ այստեղ որ միջև եզրափակիչ էլի ժամանակի շուտ ավարտվեց գոտեմարտերս, բայց հակառակորդներս իհարկե ուժեղ էին, ռուսն վիշը, որը եթե ռուսը արդեն ուժեղ է, նրան հաջողվեց ի զարմանս ինձ 8-0 1 րոպեում հաղթել եւ կիսաեզրափակչում էլ ադրբեջանցին էր, որը կրկնակի Եվրոպայի չեմպիոնն էր եւ նենց էր ստացվել, որ ադրբեջանցին միշտ սերբ մարզիկին էր հաղթում։ Այս անգամ ես ադրբեջանցուն հաղթեցի, բայց սերբին չկարողացա անցնել, ինչը կարելի ասել սերբի բախտը բերեց։ Ինչը ուղղել է պետք արդեն։ Հա, ինչը մյուս անգամ պետք է թույլ չտալ։ Իսկ ասեք հիմնական տարբերությունը երիտասարդականից մեծահասակներ երբ որ անցնում եք, ինչ դժվարությունների հետ եք առնչվում, գուցե հոգեբանորեն ավելի պետք է լավ պատրաստված լինել եւ արդյոք այս մեդալները ձեզ կօգնեն ավելի վստահ ձեզ գալ մեծահասակների գորգում։ Ես ասեմ, իմ պահով օրինակ ես որ զգացել եմ երիտասարդականի մեջ, եթե միավորել տալիս ես, այդ միավորը գոնե միտեղ կարողանում ես հետ բերես հաշվի մեջ կամ առաջանցնես կամ հավասար հաշվով հաղթես, բայց մեծահասակների մեջ արդեն շատ դժվար է լինում միավոր հետ բերելը, որովհետև մեկ միավորն էլ մեծահասակների մեջ եթե վաստակում են նրանք, այդ մի միավորը ճակատագրական է դառնում եւ նրանք այնպես գոտեմարտ են վարում, որ շատ դժվար է լինում այդ միավորը հետ բերելը։ Դրա համար ամեն քայլը ճիշտ է, ամեն քայլը մեծահասակների մեջ պարզ դարձավ այս Եվրոպայի առաջնությունից, որ պետք է ամեն ինչ որ անում ես դու գորգի վրա, պետք է այնպես հաշվարկես, որ անպիտություն չանես, միավորներ չտաս, որ դրա պատճառով պարտության համը չզգաս։ Իսկ մեդալը կտա վստահություն։ Դա մեդալը շատ բան կտա, այս երրորդ տեղի մեդալը ճիշտ է, շատ ենք ուզում չեմպիոն դառնանք, ես էլ Սուրանն էլ եւ տենց էլ տրամադրված գնացել էինք, բայց ճիշտն ասած, ինչքան էլ ուզում ենք, այս երրորդ տեղի մեդալից էլ ճիշտն ասած գոհ ենք, որովհետեւ հետագա մեր մրցաշարերին այս մեդալը թե փորձով, թե ամեն ինչով մեզ կօգնի ավելի լավ հանդես գանք եւ ավելի հանգիստ հանդես գանք։ Այդքան լարվածություն ինչ որ մտածմունքներ, թե առաջի մեծահասակներն է, մեծահասակները ոնց կլինի, sense լինում էլի որ առաջի անգամն է մեծահասակների մեջ, բայց արդեն հետագա մրցաշարերին այդքան չի լինի այդ ամեն ինչը եւ ավելի լավ կլինի։ Մեր Գասպարը արդեն ասաց, որ ամեն միավոր կարա ճակատագրական լինի, ինչը իմ դեպքում եղավ։ Հավասար հաշվով պարտությունը իհարկե շատ ցավալի է, ես միշտ ասել եմ, որ ավելի լավ է 10-ով 0 պարտվեմ, քան հավասար հաշվով։ Գոնե այդ ժամանակ գիտակցում ես, որ հակառակորդդ քեզնից մի գլուխ բարձր էր, ավելի շատ է սկսում պարապել, բայց այս դեպքում ես ինքս իմ այդ որ մտածում եի կարամ հաղթեմ, այդ համոզմունքը այս անգամ ավելի ամրապնդվեց, մանավանդ որ հավասար հաշվով պարտվեցի, ես ինքս էլ զգացի, որ Եվրոպայում կոնկրետ ոչ ոքի չեմ զիջում եւ արդեն պետք է աշխատենք, քանի որ շատ ժամանակ ունենք մինչեւ աշխարհի առաջնություն,
Պետք է աշխատենք, որ աշխարհի առաջնության ժամանակ նման բաց թողումներ չլինի, քանի որ արդեն ինձ թվում է մենք էլ մի ամիս առաջվանը չենք, այս մեդալը իհարկե շատ բան է փոխել։ Դե վստահությունը ու արդեն ինչ-որ չափով փորձը աշխարհի առաջնության ժամանակ ինձ թվում է Իրանը կասի, դե աշխարհի առաջնությունը այս մրցաշարից մի 5 անգամ երևի ավելի ուժեղ է։ Բայց նաև Եվրոպայի առաջնությունն է, չէ՞, ուժեղացել, գիտենք, որ ռուսաստանցի բազմաթիվ ըմբիշներ սկսել են եվրոպական տարբեր երկրներ ներկայացնել, սա որքանով է խանգարում, ասեմ, թե օգնում ըմբիշներին, որ անընդհատ հանդիպում եք նման ուժեղ մրցակիցների։ Դե օրինակ իմ եզրափակչի մրցակիցը էլի ազգությամբ ռուս էր։ Այսինքն ստացվում է, որ Եվրոպայի առաջնությանը ես 2 ռուս ըմբիշի հետ եմ գոտ արտել։ Իմ ֆրանսիացի ըմբիշն էլ եգիպտացի էր։ Հիմա ռուսները շատ են տարածվել, համ Հունգարիայից են կպնում, համ Սերբիայից, Բուլղարիայից, որտեղ տենց հեշտ է մի քիչ սպորտային քաղաքացիություն ձեռք բերելը, ու հիմա այդ հանել են արդեն, բայց ինչ որ շրջան այդ իրանց սահմանափակումների հետ կապված սպորտային քաղաքացիություն հասկացություն կար, որ մի 6-7 ամսվա ընթացքում իրանց արդեն թույլատրում էին, հա, որ տարբեր երկրներից եվրոպական մասնակցեն։ Դրա համար եմ ասում, Եվրոպայի առաջնությունը այսպես փոքր աշխարհի առաջնության նման մի բան է դարձել, էլի։ Հա, շատ են ռուս ըմբիշները, այնտեղ երևի մինչև 10-րդ համար բոլորը կարելի ասել հավասար ըմբիշներ են, ու նույնց է ստացվել, որ այդ տղեկը երկրներից տարբեր երկրներից արդեն դուրս են գալիս գորգ ու անգամ կարողանում են ռուս ըմբիշներին հաղթել, հենց Ռուսաստանը ներկայացնող։ Իսկ դուք ինչ եք անում տղաներ, որպեսզի կայուն ելույթները շարունակեք, ինչպես սկսել եք պատանեկան տարիքից եւ նշեցիք, որ առաջիկայում էլ աշխարհի առաջնություն եք գնալու, ինչ եք անում, որ այս հաջողությունը նաեւ այնտեղ լինի։ Դե պետք է քրտնաջան մարզվենք ավելի շատ, քան որ մարզվում էինք, ուղենք մեր սխալները, դնենք եւ տեսնենք մեր գոտեմարտերը, դիտենք, մարզիչների հետ տեսնենք, վերլուծենք, մեր սխալները տեսնենք եւ մեր հնարքները ավելի կատարելագործենք, որպեսզի աշխարհի առաջնության ժամանակ ավելի մաքուր ամեն ինչը լինի եւ կարողանանք ավելի լավ հանդես գանք։ Ես էլ ինչպես արդեն նշեց Գասպարը, բավական ծանր պարապմունքներ եմ անցկացնում։ Մեզ մոտ հիմնական, որ մեր մոտ ենք պարապում, հիմնական շեշտը դնում ենք ֆիզիկականի վրա։ Իսկ արդեն ուսումնամարզական հավաքների ժամանակ ավելի շատ սխալների վրա ենք աշխատում, հնարքների կատարելագործման, ու ընթացքում էլ միջազգային մրցաշարեր են լինում, որտեղ այդ սխալները ավելի լավ են երևում։ Այդ սխալներն էլ շտկում ենք, որ այդ ամենակարևոր պահերին հնարավորինս լավ վիճակում ելույթ ունենանք։ Եթե խոսենք հավաքականից, դուք այսպես շատ հաջող մուտք գործեցիք մեծահասակների թիմ, ոնց եք ձեզ զգում մեծահասակների թիմում, չնայած մենք եղել ենք մարզումներին, դուք մասնակցում եք սպարինգ մրցակիցներ եք լինում, հիմա որպես թիմի անդամ, ոնց եք ձեզ զգում, ոնց են հարաբերությունները մյուսների հետ։ Դե մեր տղաները շատ լավ, հավեսով, ճիգարով, ընկերասեր, հասնող, մեր մեծ ավակ ընկերները մեզ խորհուրդներով, իրանց փորձով, գորգի վրա օգնում են ամեն ինչով, հնարքների կատարելու ճիշտ ձևը, թե մրցման պատրաստականության այդ ընթացքում, թե իրենք ոնց են պատրաստվել, օրինակ ես մեր ավակ ընկերներից շատ բան եմ հարցնում, շատ խորհուրդներ եմ հարցնում, որովհետև իրենք այս մեծահասակների մեջ արդեն շատ երկար տարիներ փորձ ունեն, մասնակցել են, հաղթող են դառել, մեդալներ են նվաճել եւ փորձում եմ իրենք ոնց որ պատրաստվել են իրենց խորհուրդներով մեզ օգնեն, որպեսզի մենք էլ կարողանանք ոնց որ իրենք են արել եւ այդ արդյունքներին հասել են, այդ նույն կերպով մենք շարժվենք առաջ
եւ մենք էլ փորձենք մեդալներ նվաճել, չեմ հաղթող դառնալ։ Մեր ավագ ընկերների հետ արդեն վաղուց է որ ուսումնամարզական հավաքների մեջ ենք լինում։ Այդ ընթացքում էլ ենք հասել շատ մոտիկանալ իրար հետ։ Եվ բացի հնարքների փորձը, որ Գասպարը ասեց, նաև առհասարակ կյանքի առումով են շատ խորհուրդներ մեզ տալիս, քանի որ մեր անցած ճանապարհը շատ վաղուց են իրանք անցել ու մեզանից բավականին շատ բան են տեսել։ Դրա համար կարելի ասել նաև ընկերություն ենք անում իրար հետ, թե սպորտում, թե սպորտից դուրս, ինչը իհարկե շատ լավ է։ Մենք նրանցից շատ բաներ ենք սովորում եւ հետագայում հույս ունենք, որ մեր փոքր ընկերներն էլ այդ նույն բաները մեզանից կսովորեն, այդ նույն խորհուրդներով էլ մենք իրանց հետ կկիսվենք եւ ոնց մենք ենք մեր ավակ ընկերներին նայում, այդպես էլ հետագայում ավելի փոքր սերունդը մեզ կնայի։ Փոխանցելով առաջ եք գնում, էլի։ Դուք հիմնականում նշեցիք ինչ եք իրենցից սովորում, իսկ ինչ եք դուք բերել հավաքական։ Մենք այդ ակտիվությունը եւ ողջավորությունը տեսանք նաեւ մեդալների քանակից, թե որքան է փոխվել մեր հավաքականը, հիմա մի քիչ ձեր դերի մասին պատմեք։ Նենց ենք փոխում, որ օրինակ պարապմունքների ժամանակ այնց իրար պրինցիպ ենք ընկնում մեծ ասակների հետ, իրանք էլ ոնց որ մեզ են պրինցիպ ընկնում ու սկսում ենք տենց ինչ որ բայի ավելի շատ անել, ինչը որ տրված է, տենց ավելի երանդով էլի, ոնց որ հա մրցակցություն ասում իրար մեջ։ Այդ նույնն էլ նաև գորգի վրա, որ պարապմունքի ընթացքում ասենք իրանք միավոր են բաց թողում, հետո այդ նույն ձև սկսում են մեզանից ուզենալ հետ բերել այդ միավորները։ Երիտասարդությունն ընդդեմ փորձի։ Հա, էլի, տենց է դուրս գալի։ Ավյուն եք բերել երիտասարդական։ Հա։ Ով է հաղթում։ Հիմնականում իրանք։ Փորձը պաստորեն դեռ հաղթում է։ Ոչինչ, դուք էլ փորձ կունեք։ Համել ուժեղ են, ինչ որ տարիքով են։ Դե պետք է իրար, երկուստ էլ իրարից սովորում ենք։ Համ իրանք են մեզանից այդ բային իրանք սխալների վրա սովորում, համ էլ մենք։ Հիմա ինչ որ հնարք որ բաց են թողում, իմ գոտեմարտը հիմնականում նկատած կլինեք հնարքներով լի է, ես տենց պասիվ գոտեմարտեր 1-1, օրինակ ինչպես Գասպարն է սիրում գոտեմարտել, չեմ սիրում այդպես գոտեմարտել, քանի որ այդ դեպքում միշտ հիմնական հակառակորդից է օգուտ լինում։ Այդ ժամանակ օրինակ հնարքի բաց թողումից հետո մենք էլ ենք ինչ որտեղ կարողանում իրանց օգնել, որ իրանց հակառակորդներին այդ նույն սխալը թույլ չտան։ Այսինքն մենք իրարով կարելի ասել նաև աճում ենք, էլի, սպորտային ասպարեզում։ Բացի հավաքականից դուք նաև նույն մարզադպրոցում եք մարզվում։ Ուզում ենք իմանալ ինչքանով եք իրար օգնում դուք, ինչ ընկերներ եք, ոնց եք կարողացել ձեր ուղին հարթել ըմբշամարտում եւ իրար հետ բացի ըմբշամարտից ինչերի մասին եք սիրում խոսել, ժամանակ անցկացնել։ Մենք ես ու Սուրենը փոքր տարիքում իրար հետ գնացել ենք մարզումների, նույն ավտոբուսով, նույն ճանապարհով, ճիշտ է մենք տարբեր մարզիչների մոտ ենք մարզվում, բայց նույն ժամին ենք մարզվում եւ այդպես փոքրուց իրար հետ մեծացել ենք, մենք նաեւ որ գյուղից ենք, երկուսս էլ այդպես իրար հետ շատ մոտիկ ենք եղել փոքր ժամանակվանից, ընկերություն ենք արել եւ մինչեւ հիմա շատ մոտիկ ընկերներ ենք։ Եվ այդպես մեր սպորտ դպրոցում էլ որ մարզվում ենք, ամեն մեկս մեր փորձով, մեկս մեկին, մեկս մեկից ինչ որ մի բան սովորում ենք, խոսում ենք սպորտից, որ ազատ ժամանակ ենք ունենում։ Ամեն մեկս ինչ որ մի բան սպորտի մեջ որ նկատել ենք ավել կամ ինչ որ մի բան պակաս, այդպես խոսում ենք սպորտից, զրուցում ենք, անալիզ ենք անում, ճիշտ ու սխալ, ով է ճիշտ, ով է սխալ, այդպես։ Նույն ավտոբուսով ենք գնացել, նույն ճամփեքին ենք, այսպես կայնը որ ավտոկայինի մեզ տանի, որտեղ արդեն քանի տարի 13 տարի է համարյա ես ու Սուրենը իրար հետ փոքր ժամանակ մրցաշարերել ենք մասնակցել, նույն քաշ ենք արկում իրար հետ։ Մրցակիցների 6-7 անգամ մրցաշար ենք իրար հետ
մասնակցել, երևի մի 2 անգամ Սուրենն է հաղթել, մի 3 անգամ ես եմ հաղթել, Արշիվը պահում ես։ Ինչեւ եմ հիշում եմ։ Եվ ինչ կմաղթեք իրար։ Ինչ կուզեք ամեն մեկը հասնի հետագայում։ Ճանապարհ այնքան սիրուն ասեցիր նույն ճանապարհն ենք անցել նույն այդ։ Դե նույն ճանապարհը անցել ենք, իրար հետ քրտինք, նաև արյունն ենք թափել, քանի որ մենք իրար հետ որ մարզվում ենք, նեն շատ թեժ պայքար է լինում, սպանում ենք իրար, մասնավորապես է։ Ու դե բնականաբար ինչ կուզեմ, այդ նույնն էլ ընկերոջս կուզեմ, քանի որ այսքան ճանապարհ անցել ենք, դեռ ինձ թվում է ճանապարհի կեսն էլ միասին չենք անցել, որովհետև կարծում եմ, որ սպորտից հետո էլի միշտ ընկերներ կմնանք ու իրար ինչով կարողանանք կօգնենք։ Դու մաղթիր Գասպար։ Ես մաղթում եմ Սուրենին, որ հասնի իր դեմ դրած նպատակներին, երազանքներին եւ ամենակարևորը առողջ լինի այս կյանքում, որովհետեւ դա շատ կարևոր է։ Համաձայն ենք։ Մենք էլ ենք մաղթում, որ առողջ լինեք, երջանիկ լինեք, նորանոր մեդալներ նվաճեք։ Եվ ուզում եմ, որ այդ սկիզբը չմոռանաք, որովհետև մենք գիտենք բազմաթիվ մարզիկների, ովքեր մոռացել են ինչից էին սկսել, կտրվել են իրականությունից եւ ինչ որ փառքի հետևից ընկել, փառքը հաստատ կգա այն ժամանակ, երբ որ դուք իրոք չմոռանաք, թե ինչից եք սկսել եւ ուր եք հասել։ Դե հենց այդ մոռացողների մոտ էլ ճանապարհը կիսատ ամնում էլի։ Եվ հուսանք ձեզ մոտ դա չի լինի, որովհետև ձեզ հետևում ենք պատանի տարիքից եւ շատ ուրախ ենք, որ աստիճանաբար հասել եք այս մակարդակին։ Շնորհակալություն տղաներ, որ եկաք մեզ հյուր։ Մաղթում ենք ձեզ նորանոր արդեն ոսկե մեդալներ։ Մենք էլ շնորհակալ ենք հրավերքի համար։ Հույս ունեմ դեռ նոր մեդալներով առիթ կունենանք էլի հանդիպել։ Անպայման նշելու ենք ոսկե մեդալներ։ Կսպասենք ձեզ մեր տաղավարում, այսպիսին էր այսօրվա Բարև Օլիմպոսը, մեդալ առատ գոհար եւ չեք մոռանում, որպեսզի ավելի շատ մեդալներ ունենանք եւ դրանց անդրադառնանք, պետք է բաժանորդագրվեք մեր ալիքին եւ հետեւեք մեզ սոցցանցերում։ Կհանդիպենք։